Ողջույն բոլոր նրանց, ովքեր նորեն մեզ միացել, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է շարունակում Թավ Ուղեղով հաղորդումը, տաղավարում աշխատում է Լուսինե Հովակիմյանն, իմ հյուրն է ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը, մենք շարունակում ենք թողարկումը, ես միայն հիշեցնեմ, որ բոլոր նրանք, ովքեր մեզ նորեն միացել, հաղորդման նախորդող հատվածը կարող են գտնել այս հաղորդման ներքևի հատվածում։ Պարոն Շահինյան, հիմա փորձենք հասկանալ ձեզ Հայաստանի համար վերջիվերջո պետականությունը կարևորության ինչ մակարդակ ունի։ Պարզապես 1915 թվականի եղեռնից հետո, ինձ թվում է դրանից հետո արմատական փոփոխություն եղավ ժողովրդի ազգի եւ պետականության հարցերի շուրջը մեր ժողովրդի մոտ։ Մինչ այդ մենք կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել եւ պնդել նույնիսկ, որ ամբողջ աշխարհում իր հզորագույն առևտրային ցանցերը գցած հայ ժողովուրդը, ավելի ճիշտ հայ ժողովրդի էլիտան, կարծես թե կարիք չուներ պետականության, եւ մենք այդ պատճառով կորցրեցինք մեր պետությունը։ Պետություն ստեղծելու գաղափարը հենց կարելի է Շահամիրյաններից սկսել, երբ որ նրանք գրեցին Որոգայթ փառացը, որը հավանաբար աշխարհի առաջին սահմանադրությունն է, որ գրվել եւ տարածվել է պետության ձևի մտածողության հետ կապված, իհարկե ազգային մենտալիտետի հողի վրա։ Այսինքն արդեն գիտակցությունը, որ փողով չի, կառավարելով չի, ազդեցությամբ չի, այս սեփական հողի վրա պետություն ունենալով է։ Եվ տեսեք քանի ժողովուրդներ հենց որ հողի վրա սկսեցին ձևավորել իրենց պետությունը, ազգային բնութագրեր ստացան, հենց նույն ղազախները, հենց նույն թուրքմենները, ընդհանուր ինչ-որ Թուրքմենիա էին անվանում, թուրքմեններ էին անվանում։ Հիմա յուրաքանչյուրը փոքր-ինչ տարբերվող, բայց իսկապես տարբերիչները արդեն կան, ազգային մշակույթներ են ստեղծել։ Ճիշտ է, պատմությունն են իրենց համար օրինում բան, որ հնարավոր չէ, որովհետև քոչվորները ոչ մի բան չեն ունեցել, այսինքն եթե բանավոր հիշողությունը չի եղել, ապա ոչինչ չէր կարող մնալ։ Այնուամենայնիվ մարդիկ ստեղծեցին իրենց պետությունը, որը նաև ստեղծում է նոր իրավիճակում, արդեն ոչ քոչվորական կյանքի համար նոր մշակույթը, եւ հավանաբար մի 200 տարի հետո արդեն կստեղծվի դա, կամ էլ կստեղծվի այն ժամանակ, որ այլևս պետք չի լինի, որտեղ դուք ասացիք գլոբալիզացիա։ Գլոբալիզացիային տարվելու են բոլոր այն ժողովուրդները, որոնք ապրում են նույն մտածողությամբ, նույն կերակրով, նույն բանով։ Քանի դեռ գոյություն ունեն կենսատոպում ծնված տեսակների հարմարված օրգանիզմները մտածող, ես խոսեմ մի քիչ էկոհամակարգերին բնութագրական, ապա պահպանվելու են նաև այդ սովորույթները, այդ մշակույթը, որը դարերով է ստեղծվել։ Արդյոք դա կարևոր է, որ մենք պահպանենք մեր մշակույթը եւ այդ մշակույթը, մեր մտածողությունը, մեր հայեցիությունը պահպանելու համար նաև ամուր պետություն ստեղծենք։ Ես կարծում եմ հենց գլոբալիզացիայի պատճառով է կարելի, որովհետեւ դա հակաբնական երևույթ է։ Ոչ թե հակաբնական է, որ աշխարհի բոլոր մարդիկ, ասենք, իրար հետ հումանիստական հողի վրա հարաբերակցվեն, սիրո հողի վրա, փոխըմբռնման հողի վրա։ Չէ, դա չի վտանգը։ Վտանգը այն է, որ ունիֆիկացվի ամեն ինչը, սկսած սննդից, վերջացրած շարժուձևով, խոսելով, բանով։ Չի կարող որևէ օրգանիզմ, որը գոյություն է ունեցել, պատկերացրեք քաղաքակրթությունը մի կողմ դրեք, Վոլգայի ափին ապրող վայրի խոզը չի կարող ապրել մեր Խոսրովի արգիլոցում։ Վագրը չի կարող ապրել ոչ մի կերպ, կամ առյուծը չի կարող ապրել Սառուցյալ օվկիանոսի սառույցների մեջ։ Իսկ սպիտակ արջը պարզապես կսատկի Աֆրիկայում։ Սա բնական գործընթաց է։ Եթե մենք դեմ ենք գնում, վերջնականապես ենք դեմ գնում բնությանը, ապա խնդրեմ չկա, այդ դեպքում մեզ ցույց պիտի տան նույն գլոբալիզացիայի հեղինակները դիեզերքի ճանապարհը որքան է յուրացրել։ Որովհետև եթե մենք անցնում ենք բացարձակ արհեստական կյանքի, բացարձակ անթրոպոգեն, ոչ բնական ապրելակերպի, ապա պիտի շատ արագ մտածենք
տիեզերքը յուրացնելու համար, որովհետև այս տարբերակը նշանակում է, որով որ գնում ենք, նշանակում է մեծ քանակությամբ հնարավորություններ, իսկ դա էլ կարող է բերել ծնունդների մեծացման, եթե իհարկե պատերազմները դադարեն եւ վտանգները պակասեն, ռիսկերը քիչ լինի, հավատացեք, որ երկրի բնակչությունը շատ արագ կկրկնապատկվի, կեռապատկվի։ Իսկ դա շատ բարդ հարց է, որովհետև գնանք այնտեղ կկորենք, բայց ես վստահորեն կարող եմ ասել, որ միայն մեր ինքնությամբ մեր տեսակը կարող ենք պահպանել։ Կա նաև այդ ճանապարհը, բայց եթե դուք փորձեք, միևնույն այնտեղ ձեզ չեք գտնի։ Այդ գլոբալիզացիայի պայմաններում լինել աշխարհի քաղաքացի, պարզապես չեք լինի։ Դուք պիտի վաղ թե ուշ բոլորն էլ հասկացել են, բայց կհասկանան, որ իսկապես ոչ միտեղ, որտեղ հաց կա, լավ չի։ Այդ հայկական այդ հիմար խոսքը չէ, որ թափառականների համար ծնվել է, որտեղ հաց այնտեղ կա։ Ասում դա մերը չի ենքանել, պարոն Շահինյան, ես մա փորձում եմ։ Ոչ մերը չի, որ այնքան սիրում են օգտագործել մեր գաղթական խոպանչիները, ինչ մասն է սա։ Պարոն Շահինյան, ես ուզում եմ խոսենք հենց այն մասին, թե հիմա տեսեք Մոնթեն ասում է, չէ, եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ Պետականության մասին նույն բանն են ասում, որ եթե այս պահին մեր պետականությունը չամրանա, ապա հայոց ազգը որպես այդպեսին ուղղակի սփռվելու ամբողջ աշխարհով, որոշ ժամանակ անց իհարկե դատապարտված է ուծացման եւ այդպես շարունակ։ Հիմա փորձում եմ հասկանալ այդ ձեր կարծիքով մարդիկ, ովքեր խոսում են տարածքների մասին, այդպես հեշտությամբ 800 հեկտար ամայի տարածք է, մարդիկ, ովքեր չեն հասկանում Արցախի նշանակությունը, ինչպես կարելի է իրենց բացատրել, թե իրականում մենք հիմա պատմության ինչպիսի օրերում ենք ապրում եւ ինչքանով է կարեւոր այս պահին հենց չսխալվելը եւ լինել հավաքական միասնականություն ուժերի ամբողջ ներուժը լարած։ Տեսեք, շատ կարեւոր բան եք ասում։ Հիմա Երևանում նստած որևէ մեկը ինչա պատկերացնում այդ 100 մետր կամ 1000 մետր ասելու։ Դա ճիշտ են ասում, որ ով է մետրը վերցրե գնացի չափել։ Թողնենք այդ ամեն ինչը։ Ցավագին ընդունելու փաստը այն է, որ ժողովուրդը իսկապես սկսել է սիրել ոնց որ թե իր պետությունը։ Բանը պետականությունը։ Չեմ ասում իշխանությունն, այն բոլորս է գիտենք, որ ժողովուրդը հերթական իշխանություններից մեկը զզվում է։ Համինք ընտրում է, զզվում է, այս տարօրինակ ժողովուրդում։ Բայց այդ մի հարցում, պետականության հարցում, կարծես թե արդեն քաղաքացին ձևավորվում է։ Ես այն բուռն ոգևորվածությունը, կանոնակարգված վերաբերմունքը, առանց պրովոկացիայի, ասենք, խմբավորումը, հանուն ինչ-որ բանի։ Եթե դուք կարդացել եք, ընդամենը 2 օր առաջ այդ հարցակումներից ես հարցազրույց էի տվել եւ շատ մեծ վտանգ էի համարում երկրապահի առկայությունը բանակի կողքին։ Հիմա էլ եմ վտանգավոր համարում եւ դա իսկապես այդպես եղավ։ Երևի պետք է երկրապահը եթե գնում է օգնելու բանակին, կազմակերպի այնպիսի մի ձևով դա արվի, կանոնակարգված, ասենք այս կետում հավաքվում են, Արցախում այս կետում են լինում, իրենք ռեզերվային մնում են, ծայրահեղ վիճակում գնում, օգնում են կամ չեն օգնում, բայց ոչ թե անընդհատ շփման մեջ լինեն զինվորի հետ, որովհետև զինվորը կարգապահ է, որովհետև զինվորը գիտի հրաման կատարել, երկրապահը չի հասկանում ինչա նշանակում հրաման կատարել։ Հասկանում եք, շատ կոնկրետ է, էլի դա։ Եվ այս ֆոնի վրա, որ քաղաքացին է ձևավորվում, սա իսկապես շատ կարևոր փուլ էր։ Ես արդեն հույսս կտրել էի, որ երբևիցե ես կտեսնեմ Հայաստանի քաղաքացու։ Հա, անձնագիր բոլորը ունեն, բայց քաղաքացին դա չի։ Ու քաղաքացին նա չի, որ այսօր կարող է իր ձայնը վաճառել ընտրություններին, վաղը սկսել հայհոյել իշխանություններին։ Դա ես չգիտեմ ինչ է, էլի, չէ՞։ Բայց արդեն այդ վերաբերմունքը, որ անկախ նրանից պետությունը կոռումպացված է, չինովնիկները գողանում են, թե ինչ, ժողովուրդը ոտքի կանգնեն։ Այսինքն ժողովուրդը կարողացավ հասկանալ իր օրավուր խնդիրները, կենցաղային, թշվառական
վիճակի տարբերությունը ժամանակի ու տարածության անսահմանության մեջ ազգի գոյատևման խնդրի համեմատությամբ ինքը կարողացավ տարանջատել իր խնդիրները ընդհանուր կենթանի մնալու գիտակցությունից տեսակի պահպանության գիտակցությունից տեսակ որի մատենադարանում մնացած մասունքներն ու փշրանքները մեր նախկին հզորության պարզապես այսօր ոչ մեկը չունի ես ասում եմ փշրանքները որ մնացել են մեր ահռելի գրա տպությունից մատենագրությունից եւ այլն սա ընդհանրապես մի փոքրիկ ապացույց է որ մենք ինչ որ մի բանի կարող ենք ինչ որ մի միսիա ունենք գուցե պրագմատիկների շատերին իմ ասածը դուր չգա իսկ որոշ լիբերալ դեմոկրատներ էլ մտածեն որ չգիտեմ ինչ բայց իրենք մեղք են բոլորը որովհետև ես երբևիցե չէի ուզենա տեսեք դուք բեզուարյան այցերին տեսել եք հիմա պատկերացնում եք մեր այցիկները որոնք սելեկցիոն ճանապարհով վերարտադրել են ու կարևոր չէ այդ այցիկին որտեղ են պահում Հայաստանում, Միացյալ Նահանգներում թե Չինաստանում կերի ցանկը գրած է ռեժիմը գրած է որ ճիշտ կերակրես համ բուրդ կտա համ միս համ կաթ հիմիկվա այդ գլոբալիզացիայի լիբերալ դեմոկրատները ինձ հիշեցնում են դրանց եթե կատաստրոֆա եղավ որևէ բնական մեծ աղետ կամ ասենք նույն քաղաքական աղետ կամ ինչ որ մեծ բան առաջինը իրենց հարմարվողականությամբ հանդերձ այդ նրանք են ոչնչանալու որովհետև դա այդպես է ոչ գաղափար ունես ոչ բան խոսում ես թեմաներից որոնք որ վերացական են ոչ մի կապ չունի ռեալ իրողության դաժանությունների հետ ես կարծում եմ հայեցի մտածողությունը հայկական պետականության ամրապնդումը եւ վերջապես հայ ազգի վերջնական ձևավորումը ոչ թե հայ ժողովուրդ հայել եղել է ու այ ազգսել մինչև այս վերջերս գերի էր իր մոտ հիմա ոնց որ ազգս ազատագրվում է ձևավորման դեպքում մեր մարդ տեսակը ավելի մեծ հավանականություններ կունենա ապագայի արհավիրքներին դիմագրավելու Շատ լավ, շնորհակալ եմ անչափ պարոն Շահինյան ես հիշեցնում ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին դուք լսում կամ դիտում եք Թարմ ուղեղով հաղորդումը տաղավարում աշխատած Լուսինե Հովակիմյանը այսօր իմ հյուրն էր ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը եւս մեկ անգամ շնորհակալություն պարոն Շահինյան զրույցի համար Շնորհակալություն